Երկրները մեկ հարկի տակ համաժողով մրցանակաբաշխությունը կրկին համախմբել է բիզնես կառույցներին, պետական, դիվանագիտական և միջազգային կազմակերպություններին ստեղծելուն նոր գործակցության և ներդրումների հնարավորություններ։ Այս հարթակը տարիների ընթացքում նպաստել է նոր տնտեսական կամուրջների ձևավորմանը, ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը, ինչպես նաև գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը։ Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի և համաշխարհային առանցքային մարտահրավերները, կայուն զարգացումից մինչև բնապահպանություն, կրթություն և տեխնոլոգիական առաջընթաց։ Մեր ժամանակների ամենամեծ արժեքը վստահության վերակերտումն է, ինչը անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջաններում։ Այսօր պետությունների ուժը չափվում է ոչ միայն քաղաքականությամբ, այլև այն մասնավոր հարթակներում, որոնք համախմբում են լավագույն մտքերն ու նախաձեռնությունները։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ 2011 թվականից անցկացվող համաժողովի հիմնական նպատակն է համախմբել տարբեր երկրների ներկայացուցիչներին համաշխարհային խնդիրները համատեղ լուծելու համար։ Երկրները մեկ հարկի տակ ձևակերպումը շատ տպավորիչ է, համոզված եմ, որ խաղաղության օրակարգը դռներ է բացում և ընդլայնում ներդրումների նորարարության հնարավորությունները։ Ներդրումներ ներգրավելու առումով կարևոր է խաղաղության խաչմերուկ իրագործումը, ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Ըստ Գևորգ Պապոյանի, նախագիծը դրականորեն կազդի գործարար միջավայրի վրա։ Հայաստանը պատրաստ է ներդրումների, հատկապես այժմ, երբ մեկնարկում է Թրամփի ուղին, այն բացառիկ հնարավորություններ է առաջարկում ներդրողներին, որը հիմնաքարային փոփոխություններ կբերի ամբողջ տարածաշրջանի համար։ Միջազգային համաժողովը համախմբել է հարյուրավոր գործարարների Կիպրոսից, Իտալիայից, Չինաստանից, Իրանից։ Միջազգային ընկերությունների ներկայացուցիչներն ու գործարարները ծանոթացել են նաև պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականությանն ու հարկային արտոնություններին։ Կառավարության քաղաքականությունը միտված է մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովելուն, ներդրումային թափանցիկ միջավայր ձևավորելուն։ Երկրները մեկ հարկի տակ համաժողովը կրում է նաև բարեգործական բնույթ և ամբողջ հասույթը տրամադրվելու է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրների լուծմանը։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։